Ողջույն հարգելի հայրենակիցներ, խելացի կշեռ նախագիծը գնալով վերածվում է մեգա նախագծի եւ ես հիմա կարճ կնկարագրեմ, թե ինչ փոփոխություններ կան անցյալ տարվա հետ կապված, բայց ամբողջը չեմ կարող ձեզ պատմել, որտեղ դա ժամերի խնդիրներ է եւ մի քանի փոփոխություններ ցույց կտամ, ամբողջ ուրեմն ձմեռ ծրագրավորել եմ, կատարելագործել եմ խելացի մեղվապահական կշեռ ուրեմն նախագիծը։ Նախ ով տեղյակ չի սա ինչ նախագիծ է, սա իմ հեղինակային նախագիծն է, որի միջոցով մենք կարողանում ենք այս կշեռքով հեռավար կշռումներ կատարել, SMS ստանալով կամ տվյալները ստանալով ինտերնետի միջոցով, օրինակ Telegram-ի կամ հավելվածի միջոցով, որտեղ արդեն ուրախություն այն մարդկանց, ովքեր անցյալ տարի գնել եւ օգտվել են, կա հավելված, նրանց հեռախոսներում կտեղադրվի այդ հավելվածը եւ նմանապես նոր գնորդների հեռախոսներում նույնպես հավելված կտեղադրվի։ Ուրեմն կշռում է 300 կիլոգրամ, ուրեմն խելացի կշեռքը, սնուցվում է ուրեմն դաշտային պայմաններում արևային վահանակով, ուրեմն այսինքն ոչ միայն սնուցվում է, այլև լիցքավորվում, այսինքն իր մեջ մարտկոց կա։ Ուրեմն բլոկի մեջ կարող ենք դնել օպերատորից գնված SIM քարտ, ուրեմն բլոկի մեջ ունենք SIM քարտի տեղ, հիմա ես անջատեմ իրան։ Այս է SIM քարտի տեղն է, մի քիչ շատ հեշտ չի դնելը, բայց մի անգամ եք դնելու քարտը, ուրեմն եւ անընդհատ օգտագործելու եք։ Քարտը դնում ենք մեջը, ուրեմն 5 գնորդները, այսինքն անցյալ տարվա գնորդները, որոնք 1 տասնյակ գնորդներ էին, հիմա եթե տեսնեն, զգալի փոփոխություն կզգան, որովհետև պլատան բերվել է գործարանային վիճակի, այսինքն առաջ տեղ լիքը լարեր էին եւ այլն, հիմա ավելի կոկիկ, ավելի գործարանային տեսք ունի պլատան, պլատայի վրա արդեն SIM քարտի բլոկի տեղ առանձին փոքր բլոկ է եւ նաեւ անտենան, այսինքն 4G անտենան դուրս է բերվել դուրս կորպուսից, առաջ ներսում էր եւ մենք հնարավորություն ունենք սա ավելի ուժեղացնելու, այսինքն լրացուցիչ անտենա միացնելու, եթե կապը թույլ է։ Եվ մեծ ուրեմն ի ուրախություն նաեւ շատերի ասեմ, որ սարքի վրա նաեւ կա այսպիսի USB ուրեմն մոդեմի տեղ, 4G USB մոդեմի տեղ, սա ինչի համար է, որպեսզի եթե ուրեմն օպերատորները խելագարվում են, անջատում են 2G կապը, այսինքն չկա 2G, չունենք ուրեմն SMS ստանալու հնարավորություն։ Ուրեմն այս սարքը, SIM 800 սարքը աշխատում է 2G-ով, 2G ցանցով է աշխատում, այսինքն եթե օպերատորները որոշեն, որ 2G ցանցը անջատում են եւ ասեն, որ արդեն թիմ ընկերությունը, որը կարելի է ոչ թե թիմ ասել, այլ Armentel ընկերությունը անջատել է արդեն 2G ցանցը առանց մեզ որևէ մեկից հարցնելու, ուրեմն նաև սա ազգային անվտանգության հարց է, չնայած ես չեմ ուզում հիմա այդ հարցերի մեջ խորանամ, հիմա ես կշեռքի մասին եմ պատմում, բայց հələ դեռ ուրեմն Ucom-ն ու ուրեմն Vivatel 2G-ն ունեն, ինչ ենք մենք օգտագործում 2G ցանցը, որտեղ սա մեծ սփռում ունի ու ամենտեղ բռնում է, բացի դրանով ունենալով սարքի մեջ այս ուրեմն մոդուլը մենք կարողանում ենք լիարժեք SMS-ով ղեկավարել սարքը, բայց եթե նրանք մի օր որոշեն, այսինքն օպերատորները, որ 2G ցանց չեն ուզում, ուրեմն գնորդները ունեն լրացուցիչ հնարավորություն այս ֆլեշկեն ուրեմն գնում են, որը արժի 3000-ից 5000 դրամ, կա եւ Viber-ում, կա եւ չինական խանութներում մոտալ։ Ուրեմն բացում են ֆլեշկեն, մեջը դնում են այդ քարտը, որ ես դրեցի մեջը, դնում են ֆլեշկայի մեջ եւ ստեղ USB համար հատուկ տեղ ունեմ, ուրեմն մտցնում ենք մեջը, սարքը արդեն իրան ղեկավարում է։ Ինչ է անում սա։ Սա ուրեմն միանում է ինտերնետ է տալիս սարքին, սարքը մեզ ինտերնետով տվյալները հաղորդում է, անընդհատ ինտերնետին միացած չի մնում։ 10 րոպե մեկ, մի քիչ միանում է, մի րոպեով միանում է ինտերնետ, ստուգում է, դուք հարցում ունեք, չունեք, պատասխանում է եւ նորից ինքը անջատվում է, այսինքն այնպես չի, որ ձեր փեթակի կողքը անընդհատ ինտերնետ է լինելու։ Օրվա մեջ սա աշխատելու է ընդամենը մի 20-25 րոպե, սա գումարած իրար, բայց նաեւ ես դնելու եմ այնպիսի ռեժիմ, որ եթե դուք ուզում եք նաեւ ինտերնետ ունենաք, որ
նաև ցրի, այսինքն հեռախոսով էլ ինչ-որ բաներ անեք ինտերնետով, կարաք դնեք իրան անքուն ռեժիմի վրա, այսինքն որպեսզի ինքը անդադար աշխատի։ Այսինքն դուք հեռախոսով լիարժեք ղեկավարել եք, թե այս մոդեմը նաև ինչպես աշխատի, դադարներով, այսինքն անջատվել միանալով, թե անընդհատ։ Ուրեմն դա այդպես, ուրեմն նաև գրել եմ հավելված, անցյալ տարի չկար հավելված, հավելվածը ունի ուրեմն երկու էկրան, ուրեմն սա GSM էկրանն է, կարանք անցնենք համացանց էկրանի եւ նորից GSM էկրանի, ինչա անելու հավելվածը, ինչին է պետք օրինակ։ Ստանում ենք SMS-ները, SMS-ները կարողանում ենք սենց սիրուն թերթենք, սա նայեք, այստեղ եթե այս թռչնակը հանեմ, կշերք որտեղ գրած է, սա ամբողջ հեռախոսի, ամբողջ ձեր, բոլոր, ոչ թե մի մարդուց եկած, բոլոր ինչ կան SMS կա, սենց դատայով դեպի նորից դեպի հինը թերթում եք, նոր ստացվածներից դեպի հին ստացվածները, այսինքն կարաք թերթեք, 4000-ը, ուրեմն 4000-ն էլ կարաք թերթեք, ամբողջ հեռախոսի SMS-երը, եթե թռչնակը դնում ենք կշերք, ուրեմն կշերք բառի վրա, ապա միայն կշերքից եկած SMS-ներն եք թերթում, միայն կշերքից եկածները, եթե օրինակ դնում ենք ավելցուկն էլ հետն ենք դնում այս թռչնակը, միայն ցույցատալի ավելցուկները, ավելցուկը հանում ենք դնում ենք պակասորդի վրա, միայն ցույցատալի պակասորդները, հիմա կշերքի վրա փետակ չկա, պակասորդները քիչ ա եղել, աստվածտա պակասորդ չլինի։ Վերևում երկու փետակի նկար կա, ստեղ ուրեմն մենք դատայով կարանք կանչենք, ասենք թե որ դատայով ուզում ենք բերքը տեսնենք ինչ կան ա եղել, կամ ժամերով ինչ ա եղել, սա ըստ ժամերի ցույց ա տալիս տվյալ օրվա բերքը 22/02/2026-ի քաշերը, դնում ենք, ուրեմն սխմած պահում ենք սրա վրա, մի հատ մեղու ա տզում եւ բերում ա գրաֆիկը, որ երեք այս ժամին, ժամը 1-ին եղել է, ժամը 2-ին եւ նաեւ ջերմաստիճանը, ուրեմն նաեւ վերջում էլ հաշվում ա օրվա միջին ջերմաստիճանը։ Եթե ստեղ էլ օրինակ էլի դնեմ 3:22:02:26 ցույց ա տալի ամփոփումը, սա մենակ մի տվյալ ա ցույց տալի, որ այսինքն ավելցուկ այսքան եւ այլն ընդհանուր փոփոխությունը եղել է 0 կիլոգրամ, քանի որ կշերքի վրա ոչինչ չի փոխվել, սա դրսում հիմա չեմ աշխատացնում։ Այսինքն մենք լիարժեք ունենք բազա, այդ բազան ուրեմն ձեր Google-ի հաշվում է պահվելու եւ եթե դուք ուզենաք տեսնեք, ասենք թե 1983 թվի հունիսի 7-ին ինչ բերք եք ունեցել, ուրեմն մուտք եք անում ստեղ, ամսաթիվը խփում եք, ուրեմն բերելու է, այսպեսի մի հետաքրքիր բան անում։ Հիմա թե կասեն շատերը ոնց ենք դա անելու, ես կարամ ցույց տամ, դուք կարաք լրացնեք, ով որ ուզում է իր հին բերքերը լրացնի ստեղ, ով որ չէ հիմակվանից ուրեմն այդ բազան ինքը ավտոմատ լրանալու է եւ ուրեմն դուք հետագայում կարողանալու եք ձեր բերքերը տեսնել։ Սա առաջին ուրեմն միակ ես կարամ ասեմ, ոչ թե առաջին, սա միակ ուրեմն հավելվածն է, որը SMS-ը ստանալուց, SMS-ը տանում եւ լրացնում է բազայի մեջ։ Այդպիսի հավելված դեռ չկա, դա առաջին անգամ ես եմ մտածել, որովհետեւ երևի ոչ մեկին պետք չի եկե նման բան, որ SMS-ները տանի եւ գրանցի բազայի մեջ, ոչ թե մնա, որովհետեւ նայեք, սա ուրեմն Android հեռախոս է, iPhone հեռախոսների վրա, այսինքն iOS համակարգերում այսպիսի ծրագիր հնարավոր չի տեղադրել, iOS-ը թույլ չի տալի բացի իր inbox-ից, այսինքն message-ների inbox-ից ուրիշ տեղ ինչ-որ ծրագիր գրել։ Այսա տեսեք, այս inbox-ն է, որը ցույց է տալիս արդեն իմ գրած ուրեմն հավելվածում։ Այսինքն հավելվածը միայն լինելու է բանի համար, Android-ի համար։ Հիմա շատերը կասեն, վայ, բա մենք ինչ ենք անելու, մեր iPhone-ը, ուրեմն իմն էլ iPhone, իմ հեռախոսը, բայց այս հեռախոսը արժի 1000 դրամ։ Մենք այս հեռախոսը չկարողացանք 500 դրամով վաճառել։ Մի արտակարգ հեռախոս 100 տարի կարա ձեզ յոլա տան։ Ուրեմն մի հատ հին iPhone, Android, Xiaomi կամ այլ ֆիրմայի գնում եք, ուրեմն դա պահում եք այս կշերքի համար, ով որ չունի Android հեռախոս, իմն էլ iPhone-ը, ես մի հատ ցենց Android երեխեքը չէին օգտագործում, գցել էին մի կողմ, հիմա օգտագործում եմ այս նպատակների համար։ Ստեղ կա հրամանների ցանկ, բացել հրամանների ցանկը։ Բերքի հարցում, մարդկոցի լարմար հարցում, Wi-Fi կարգողումներ, կշռում Wi-Fi ցանցով եւ այլն։ Տարբեր ուրեմն մենք հնարավորություններ ունենք ուրեմն բերքը հարցնելու։ Հիմա մի հատ